Այսօր մենք հավաքվել ենք Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու, հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ներկայացնելով Սաֆարովի կանխարգելման օրենքը։ Ամենալուրջ խնդիրը մեր երկրի եւ ժողովրդի համար։ Եթե մենք չկարողանանք կանգնեցնել Փաշինյանի եւ Ալիևի պլանավորած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան, կստացվի, որ բոլոր մեր տնտեսական ծրագրերը անիրագործելի են լինելու, քանի որ հիմնական աշխատատեղերը բաժին են հասնելու ադրբեջանցիներին։ Նրա խոսքով կառավարության առաջին նիստում պատրաստվում են ընդունել օրենսդրական փաթեթ, որով կսահմանափակվի ադրբեջանցիների Հայաստանում հողերի, տների եւ այլ անշարժ գույքի ձեռքբերումը։ Արամ Վարդևանյանն էլ ընդգծել է, որ նախաձեռնությունը պայմանավորված է հասարակության ներսում եղած տագնապով եւ Ադրբեջանից ներկայացվող պահանջների կատարման վերաբերյալ մտահոգություններով։ Նա նաեւ անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի գործին, ընդգծելով, որ նման դեպքերի հերոսացումը պահանջում է կանխարգելիչ օրենսդրական քայլեր։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ անձ, լինի դա ֆիզիկական, թե իրավաբանական անձ նաև, որպես քողարկված իրական շահառու Հայաստանում գործունեություն իրականացնող, չի կարողանալու ձեռք բերել որևէ անշարժ գույք։ Մեր սահմանադրությամբ կա մեխանիզմ հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման, բայց մենք խոսում ենք ոչ միայն հողի, մենք խոսում ենք նաև անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին։ Իդեպ, պարոն Կարապետյան, նաև մենք որոշակի հետազոտում եւս իրականացրել էինք միջազգային փորձի, նման մեխանիզմներ, այո, տարածված են։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին կժամանի Հայաստան, հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։ Հաղորդվում է, որ կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո պաշտոնյաները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Ռուսական գազի գինը Հայաստանի համար ավելի քան արտոնյալ է, սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին։ Պեսկովը հիշեցրել է պաշտոնական Երևանի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել էր, որ Հայաստանը լիարժեքորեն մնում է ԵԱՏՄ անդամ։ Սեպտեմբերի 26-ին Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունում ներգրավվածությանը զուգահեռ Երևանը զարգացնում է իր հարաբերությունները նաև արտաքին քաղաքականության այլ ուղղություններով, մասնավորապես Եվրոպայի հետ։ Պեսկովը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ընկեր երկրների թվում է եւ կողմերը գտնվում են ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացում։ Մամուլի քարտուղարը եւս մեկ անգամ հիշեցրել է ԵԱՏՄ հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստը ընտրաշավի պատճառով։ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը այսօր իր ծննդյան օրը բանտից հայերեն ուղերձ է հղել հայ ժողովրդին եւ Նիկոլ Փաշինյանին։ Վարդանյանը Փաշինյանին անվանել է քաջնազար, հիշեցնելով, որ ղեկավարին ընտրում է ժողովուրդը։ Նա պատմել է, որ բանտում կարդացել է Փաշինյանի գիրքը եւ համոզվել, որ նա ոչ միայն բարոյականության ու կրթության լուրջ խնդիրներ ունի, այլև սուտասան է ու գրագող։ Վարդանյանի խոսքով գործած մեղքերի համար Փաշինյանին մեծ պատիժ է սպասում։ Պատերազմը չի ավարտվել, արի շարունակվում է ոչ ռազմական ճանապարհով։ Ռուսաստանի եւ Եվրամիության միջև Հայաստանին կռվեցնելու հետևանքով երկիրը կարող է քայլ առ քայլ ընկնել երրորդ ուժի ազդեցության տակ եւ վերածվել Թուրքիայի ու Ադրբեջանի նահանգի, ասել է Վարդանյանը։ Նա անբարոյական է համարել հայրենիքում ռազմական շքերթի անցկացումը, քանի որ դեռ հայ զինվորներն ու սպաները արդեն 6 տարի գտնվում են Բաքվի բանտերում, իսկ պետությունն ու պարտություն կրած գլխավոր հրամանատարը ոչինչ չեն անում նրանց թիկուն կանգնելու համար։ Նա կոչ է արել հայրենասերներին չմասնակցել այդ շքերթին։ Ըստ Ռուբեն Վարդանյանի պետությունը պահպանելու եւ անկախ մնալու համար քաղաքացիները չպետք է անտարբեր լինեն, այլ պետք է միասնական ուժերով փոխեն իրավիճակը։
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին թեթև վնասվածքներ է ստացել դեմքի, գլխի եւ ոտքերի շրջանում, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության տեղեկատվության կենտրոնի ղեկավարը։ Նա նշել է, որ սկզբում ենթադրվում էր, որ նման ռմբակոծությունից ողջ մնացած անձը պետք է որ լուրջ վնասվածքներ ստանա, սակայն բացի դեմքի, գլխի եւ ոտքերի մակերեսային վնասվածքներից, այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Անհրաժեշտ է եղել միայն մի քանի կար։ Նա նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդը մարտի սկզբին դուրս է գրվել հիվանդանոցից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ միջուկային հարցերով գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնել են Դոհա բանակցությունների համար։ Հանդիպման նպատակն է քննարկել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր համաձայնագիրը, որը վերջ կդնի ընթացիկ հակամարտություններին։ Քննարկումների կենտրոնում են լինելու Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը եւ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների հարցը։ Պատվիրակության կազմում Դոհա է մեկնել նաեւ Իրանի կենտրոնական բանկի նախագահը։ Նրա նպատակն է վերջնական համաձայնագրի շրջանակներում հասնել Իրանի սառեցված ֆինանսական ակտիվների ապասառեցմանը։ Թեհրանը որևէ պարտավորություն չի ստանձնել միջուկային հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ նախնական համաձայնության շրջանակներում, այն կդառնա առանձին բանակցությունների թեմա, հայտնել է Իսնագործակալությունը հղում անելով բարձրաստիճան իրանցի դիվանագետի։ ԱՄՆ-ի հետ նախնական համաձայնագրի սևագի տարբերակում միջուկային թեմատիկայի եւ բարձր հարստացված ուրանի վերաբերյալ որևէ պարտավորություն հակառակ կողմին չի տրվել։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, որ հրադադարը նշանակում է հրադադար բոլոր ճակատներում եւ Լիբանանը բոլոր բանակցությունների ու համաձայնությունների անբաժանելի մասն է։ Նա նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիային, նշելով, որ որպես հարևան երկիր այն շատ արժեքավոր ներդրում է ունեցել այս գործընթացում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք, ԱՄՆ, հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Մայիսի 26-ին այցի շրջանակներում Բայրամովը նախատեսում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բարձր նիստում, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների պահպանումը եւ միջազգային համակարգի ամրապնդումը ՄԱԿ-ի կենտրոնական դերի հիման վրա թեմայով, ինչպես նաեւ հանդիպումներ անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բելարուսի եւ Ֆրանսիայի ղեկավարները 2022 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել։ Մակրոնը Լուկաշենկոին կոչ է արել չմիջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նա Մակրոնը նաեւ կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Բելարուսի եւ Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման համար։ Մակրոնը վախեցել է բելարուսական տարածքում օրեշնիկից, ավելի վաղ անցկացվել են ռազմավարական միջուկային ուժերի ռուս-բելարուսական զորավարժություններ, նշել է կատարական Դ Պենինսուլա պարբերականը։ Բելարուսի նախագահի կայքում հաստատել են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր եւ հարաբերությունների Եվրոպական միության եւ Ֆրանսիայի հետ։